Այսօր Հայաստանում առաջին անգամ միջին թոշակը ավելին է, քան նվազագույն սպառողական զամբյուղ։ Առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ։ 2018 թվին ես որ ընտրվել եմ վարչապետ, նվազագույն թոշակը Հայաստանում եղել է 16000 դրամ։ Այդ 16000 դրամը բավարար չի եղել, որ մարդը մի ամսվա մեջ հաց ու պանիր ուղղակի թոշակառուն, մի թոշակառու հաց ու պանիր առնի։ Այսօրվա միջին թոշակը մենք առաջին 2018-ին մենք եկել ենք եւ նվազագույն թոշակը 16000-ից սարքել ենք 32000 դրամ։ Բայց նույնիսկ դա բավարար չի եղել, որ մարդը մի ամիս իր սնունդը ձեռք բերի։ Միայն 2022 թվականին է, որ մենք նվազագույն թոշակը համապատասխանեցել ենք նվազագույն պարենային զամբյուղին։ Այսինքն ապահովել ենք, որ գոնե մի թոշակառուի սննդին մի ամսվա ողջ ընթացքում հերիքի։ Այսօր առաջին անգամ է, որ մենք վստահ ենք, որ սոված թոշակառու չկա, եւ այդ թոշակառուն շանս ունի իր թոշակով տարին մի զույգ կոշիկ առնի, մի հատ կոֆեի բաժակ առնի, մի հատ թեյի բաժակ առնի։ Սա մեր երազանքի գագաթնակետը չի։ Բայց ելի եմ ասում, մենք պետք է հիշենք, ինչ կետից ենք սկսել։ Մենք 16000 նվազագույն թոշակից սկսել ենք, այսօր 46000 է նվազագույն թոշակը, պլյուս անկանխիկ առևտրի դեպքում եւս 10000 հետվճարի հնարավորություն, այսինքն 56000 դրամա թոշակը։ Այսօր 65 պլյուս տարիքի թոշակառուների համար պետությունը ապահովում է նվազագույն առողջապահական կարիքները առողջության ապահովագրության համակարգով։ Կա տենց բան, թե չկա, ժողովուրդ ջան, ասեք, կա թե չկա։ Մինչև 18 տարեկան երեխաների առողջության նվազագույն կարիքները պետական բյուջեի հաշվին ապահովում։ Եվ մենք սա անում ենք անտևյալի համար։ Յուրաքանչյուր մարդ, ես միշտ եմ ասում եմ, ոչ այնքան թոշակառուների համար ենք արել 65 պլյուս տարեկան, ինչքան իրանց զավակների, որովհետև ով որ տարիքով ծնող ունի, միշտ մտքում այդ մտահոգությունը կա, բա որ ծնողիս հետ կապված առողջության խնդիր առաջանա, ես ինչ եմ անելու։ Կամ նրանք ովքեր 65 պլյուս տարիքի ծնող ունեն, հիմնականում նաև մինչև 18 տարեկան երեխա ունեն։ Ու այդ մտահոգությունը միշտ կա, բա որ երեխայիս հետ կապված մի առողջապահական խնդիր եղավ, ես ինչ եմ անելու։ Այսօր ձեր պետությունը եկել է ասի, թե դուք ինչ եք անելու։ Ձեր պետությունը եկել է ձեզ ասի, որ ձեր պետությունը ձեր կողքին կանգնած է։ Ձեր կողքին կանգնած է եւ առողջության նվազագույն կարիքները ապահովում է ձեզ համար, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար։ Այս սրանով է լավ այսօր, սրանով է լավ այսօր։